Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, առաջին էմի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ելք դաշինքի անդամ եւ Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանին։ Բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Հայկ, դուք որոշում եք կայացրել առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում, որոնք են այս ընտրատարածքի առանձնահատկությունները, որովհետեւ մամուլը վերջին շրջանում գրում է, որ հենց հանրապետական կուսակցության ներսում է, կատաղի պայքար ընթանալու։ Ինչպես որ հանրապետության բոլոր ընտրատարածքներում այստեղ եւս կա մի կարևոր առանձնահատկություն, որը վերաբերում է հատկապես հանրապետական կուսակցությանը, որ առաջադրվել են մարդիկ, ովքեր որ տիրապետում են ահռելի ֆինանսական, ադմինիստրատիվ եւ մարդկային ռեսուրսներին, եւ արդեն մենք տեսնում ենք, որ այդ ռեսուրսները ամեն կերպ ծառայեցնում են ընտրություններում որոշակի հաջողություններ գրանցելու համար, եւ այս անգամ ստացվել է այնպես, որ ադմինիստրատիվ եւ ֆինանսական լծակների տիրապետող այդ նույն մարդիկ գտնվում են նույն այսպես կաթսայի մեջ հանրապետական եւ փաստացի պետք է պայքարեն նաեւ իրար դեմ եւ այդ կատաղի պայքարը ըստ էության իրար միջև է տեղի ունենալու, բայց դա այդ պայքարը ըստ էության քաղաքական բնույթի պայքար չէ, դա ադմինիստրատիվ լծակների պայքար է հանուն քաղաքականության եւ դա քաղաքական համակարգ ու քաղաքական դաշտը ապականելուն միտված պայքար է, որովհետեւ արդեն իսկ ստացվող այն ահազանգերը, որ ահռելի քանակությամբ ընտրակաշառքների խոստումներ եւ արդեն ընտրակաշառքներ են բաժանվում, որոնք իրենց չափով գերազանցում են մի քանի անգամ նախորդ ընտրությունները, աճուրդը սկսվել է արդեն իշխող կուսակցության կողմից եւ դա ըստ էության Հայաստանի քաղաքական համակարգը նորից ձևախեղելու հերթական փորձերից մեկն է։ Ինչ եք կարծում ընդդիմությանը, մասնավորապես Ելք դաշինքին կհաջողվի քարոզարշավի ընթացքում կատարել քաղաքացիների հետ բավարար աշխատանք, ճիշտ է մայրաքաղաքում եք առաջադրվել, ամեն դեպքում հասարակության մոտ նաև հարցումները ցույց են տալիս դեռ ընտրակաշառք վերցնելու ծանոթ բարեկամի սկզբունքով քվեարկելու գործոնը գերակշռում է ամեն դեպքում։ Շատ կարևոր խնդիր կա այստեղ, երկու բաղադրիչ կա, Ելք դաշինքը ի սկզբանե ասել է, որ քաղաքական իմաստով մեր թիրախը հանրապետական կուսակցությունն է եւ իշխանությունն է եւ մենք ասում ենք, որ գալիս ենք այլընտրանք առաջարկելու մարդկանց հանրապետական կուսակցությունից, բայց մեր աշխատանքը, գլխավոր աշխատանքը մարդկանց հետ է։ Մեր խնդիրը որպես այդպեսին, մարդկանց հետ կատարելիք աշխատանքն է, որովհետեւ տեսեք, այստեղ շատ կարևոր նրբություն կա։ Հանրապետական կուսակցությունը եւ իշխանությունները իրենց էլեկտորատին, իրենց ընտրազանգվածին, չակերտավոր, նույնիսկ նրանք, ովքեր որ ընտրակաշառքով են գնում ընտրություններին, նրանք իրենց ընտրազանգվածին բերում են ընտրատեղամասեր։ Այդ մարդիկ, երբ որ փող են տալիս, հետո, չգիտեմ, ավտոբուսներ են տալիս, տաքսի են վարձում, որ գան, պետք է իրենց ուսերին կբերեն ընտրատեղամաս, որպեսզի մարդը գա եւ ընտրի։ Պետք է սպառնան, որովհետեւ կասեն մենք քեզ փող ենք տվել, պարտավորես գնաս ստուգես, գնաս ընտրես, հետո մենք ստուգելու ենք։ Այսինքն իշխանության ընտրողը ամեն դեպքում գալիս է ընտրատեղամաս։ Բայց ընտրություններին չմասնակցող զգալի թվականակի քաղաքացիների ահռելի բաժինը, դրանք այն մարդիկ են, ովքեր պիտի գնային եւ ձայն տային ընդդիմությանը, եթե գնային։ Դրանք այն մարդիկ են, ովքեր որ դժգոհ են իշխանություններից, ովքեր որ հուսալքված են, ովքեր որ ոչինչի չեն հավատում, բայց եթե նրանք գնան ընտրատարածք հասնեն, նրանք ընտրատեղամաս հասնեն, անպայման պետք է ընտրեն ընդդիմությանը։ Եվ այս իմաստով որակական փոփոխություն կմտցնեն ընտրության արդյունքների մեջ։ Հետևաբար մեր խնդիրը նաեւ այդ մարդկանց հետ աշխատելն է։ Բոյկոտի կողմնակից մարդկանց ոչ միայն բոյկոտի։ Գիտեք, բոյկոտը կարող է լինել գիտակցված եւ չգիտակցված։ Գիտակցվածն այն է, որ մարդիկ ասում են մենք բոյկոտում ենք, մենք չենք գնում բան, որովհետեւ ոչինչ չի փոխվելու եւ կա չգիտակցված բոյկոտ, պարզապես որ այդ բառերով եւ այդ հնչեղությամբ մարդը չի արտահայտում իր տեսակետները, սակայն չի գնում ընտրության։ Ի սկզբանե չի գնում ընտրության։ Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր որ վերջին 4-5 ընտրություններին ընդհանրապես չեն գնացել ընտրության։ Եվ սա խնդիր է։ Սա խնդիր է ոչ միայն մեր Ելք դաշինքի համար կամ չգիտեմ մյուս ուժերի համար։ Սա խնդիր է մեր պետականության համար, որովհետև եթե մենք ավելի ֆունդամենտալ հարց տանք, ինչի համար է այս պետությունը։ Խի ենք մենք ստեղծել այս պետությունը։ Եթե մենք պիտի ստեղծենք պետություն, որի անունը դնում ենք ժողովրդավարական պետություն, մենք ցանկանում ենք այդպիսի պետություն կառուցել։ Արդյունքում մենք չմասնակցենք այդ պետության կառավարման գործընթացին։ Ուրեմն ում է պետք է այս պետությունը։
Ուրեմն կարող է ավելի լավ էր, որ մենք գտնվեինք ինչ-որ օտար տիրապետության տակ, հա, որովհետև այնտեղ էլ մենք չէինք, չէ, ընտրում մեր իշխանությանը։ Մենք չէինք ազդեցություն չունենք այդ իշխանության վրա։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ թքած ունեն, այսպես, հա, ներողություն արտահայտությանս համար, թքած ունեն իշխանություն ձևավորելու գործընթացի վրա, այդ մարդկանց համար եւ ընդհանրապես մեր համար ինչ էական է այս պետությունը։ Խի ենք մենք ստեղծել, եթե պետք է նույն վերաբերմունքն ունենանք, նույն անտարբերությունն ունենանք, ինչ որ ունեինք նախկինում։ Կամ ասենք, որ ասում են հասարակությունը մարդիկ հուսալքված են։ Ես դա չեմ հասկանում։ Ես որպես երիտասարդ մարդ, ով ցանկանում է այս երկրում ինչ որ բան փոխի, ես չեմ հասկանում ինչա նշանակում մարդիկ հուսալքված են։ Իսկ ասենք կարող է 1920 թվականին հայ զինվորներն էլ Կարսի մատույցներում էին հուսալքված, որ Բերդը հանձնեցին թուրքերին, թուրքերն էլ մտան ու մի քանի հազար մարդ ուղղակի ոչնչացրեցին։ Կամ ինչ կլիներ, եթե ապրիլյան պատերազմին զինվորները հանկարծ հուսալքված լինեն, ասեն դե լավ, դե չենք կռվի, հա։ Պետությունը, մեր պետությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է հաջողության հասնել միայն եթե զինվորները սահմանին հաղթեն եւ եթե քաղաքացին պետության ներսում հաղթի։ Քանի դեռ մեր զինվորները սահմանին լավ կռվում են, հաղթում են, բայց քաղաքացին պետության ներսում պարտվում է, մենք որպես պետություն պարտվելու ենք։ Մենք ապրելու ենք աղքատ, մենք արտագաղթելու ենք, մենք լինելու ենք ճնշված։ Քանի դեռ զինվորը հաղթում է, բայց քաղաքացին պարտվում է։ Եվ այն քաղաքացին, ով անտարբերությամբ ասում է, մեկը բան չի փոխվելու, մենք հուսալքված ենք, մեզ ճնշել են, մենք ոչինչ չենք կարող անել։ Քանի դեռ քաղաքացու գիտակցությունը գտնվում է այս մակարդակում, մեր մոտ քաղաքացին պարտվելու է։ Ես կուզեմ նաև արտաքին քաղաքական կոնտեքստում նայենք, տարիներ շարունակ մեր խորհրդարանում տեղ են գտել ուժեր, որոնք հստակ պաշտպանել են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականություն արտաքին քաղաքականության հարցում, Ռուսաստանի հետ խորը ավելի համագործակցության, արդյոք ելքը լինելու է այն այլընտրանքը ելքդաշինքը, որ այս խորհրդարանում գուցե հավասարակշռի իշխանություններին, գուցե ինչ-որ փոփոխություն մտցնի այս առումով, որովհետև տարբեր ներկայացուցիչներ ելքից կարծես տարբեր դիրքորոշում ունեն այս հարցի շուրջ եւ ինչ որտեղ նաեւ նշվում է, որ փորձագետների կողմից ամեն դեպքում որ զիջում եք ձեր դիրքերը։ Տեսեք, նախ ես կարծում եմ, որ գոնե վերջին տարիներին որպես այդպեսին Հայաստանի Հանրապետությունը արտաքին քաղաքականություն չի ունեցել։ Ունեցել է նոմինալ, հա, մենք ունենք արտգործնախարարություն նոմինալ, բայց արտաքին քաղաքականություն ըստ էության չի ունեցել եւ բոլոր ձվերը նույն զամբյուղի մեջ ա դրել։ Եվ մենք տեսնում ենք, որ երբ որ դու բոլոր ձվերը նույն զամբյուղի մեջ ես դնում, մի օր գլխիդ են տալիս այդ զամբյուղն էլ եւ այդ մնացած ներսի պարունակությունն էլ։ Հիմա Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք որ իրենց ռետորաբանությամբ, իրենց ծրագրերով իշխանություններին ոչնչով չեն զիջում իրենց այսպես կոչված արտաքին քաղաքական հայացքներով։ Իշխանությունն ասում է պետքա գնանք բոլորով մտնենք ԵՏՄ, պետքա մտնենք ՀԱՊ, պետք է մեր ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտները հանձնենք Ռուսաստանին եւ իրենց ընդդիմություն կոչող ուժերը եւս ասում են մենք դա պետք է անենք։ Պարզապես եկեք թող մենք լինենք նախագահը կամ կառավարությունը եւ մենք դա ավելի լավ կանենք։ Սա ըստ էության աբսուրդ է։ Ինչ վերաբերում է հակակշռելուն, մենք ի սկզբանե ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության թե ներքին դաշտում իշխանության թևերի միջև եւ քաղաքական ուժերի դասավորության միջև պետք է լինի զսպումներ եւ հակակշիռներ, թե Հայաստանի արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ պետք է լինեն հակակշիռներ եւ հավասարակշռություն։ Հենց այդ իսկ պատճառով մենք ի սկզբանե ասել ենք, որ մենք պատրաստվում ենք աշխարհի տարբեր երկրների եւ տարբեր ուժային կենտրոնների հետ ունենալ հավասարակշռված հարաբերություններ։ Մենք մշտապես շեշտել ենք, որ Ռուսաստանին համարում ենք մեր ռազմավարական գործընկերը, բայց դա չպետք է լինի մեր պետական ինքնասիրության հաշվին։ Մենք մշտապես ասել ենք, որ ցանկանում ենք կառուցել եվրոպական մոդելի պետություն եւ պատրաստվում ենք եվրոպական միության հետ եւ արևմտյան երկրի ժողովրդավարական զարգացած երկրների հետ ավելի խորը, ավելի արժանապատիվ մակարդակի հարաբերություններ կառուցել եւ մենք ասում ենք նաեւ այսօր ելքդաշինքի համատեքստում եւ ելքդաշինքի հուշագրում, համագործակցության հուշագրի մեջ, որը մենք ստորագրել ենք 3 ուժերով, դրա մասին հստակ գրված է։ Ինչ վերաբերում է այսպես արտաքուստ այդ մակերեսային հակասության մասին, հակասություն չկա, որովհետև բոլոր ուժերն էլ ըստ էության ցանկանում են Հայաստանի անվտանգության շուրջ, էներգետիկ անվտանգության մի շարք բնագավառներում հասնել դիվերսիֆիկացված հարաբերությունների։ Բոլոր ուժերն էլ ցանկանում են աշխարհի տարբեր ուժային կենտրոնների հետ, ելքդաշինքի բոլոր ուժերը նկատի ունեմ, ստեղծել հավասարակշռված հարաբերություններ եւ ստեղծել եվրոպական մոդելի
մոդելի պետություն, որը սևով սպիտակի վրա գրված է մեր համագործակցության հուշագրի մեջ։ Իսկ արևմտամետ տերմինից խուսափել է, հա, մենք արևմտամետ ուժ չենք, սա ինչի հետևանք է նաև։ Տեսեք, Հայաստանի քաղաքական դիսկուրսի մեջ վերջին տարիներին արևմտյան քաղաքականության նկատմամբ վերաբերմունքը ապականվել է, գիտակցված թե չգիտակցված այն ուժերի կողմից, ովքեր որ ցանկացել են արևմուտքը նույնացնել ավելի բացասական երևույթների հետ եւ ասել են, ասենք, չգիտեմ, ասենք միասեռականության հետ եւ այլ, հա, ամեն ինչ բերել դրել են նույն բանի վրա, հա, հարթության վրա եւ այն ուժերին, ովքեր որ արևմտյան քաղաքակրթության շահերից են, այսպես ասած, խոսել Հայաստանի հետ համագործակցության իմաստով, դրանց անվանել են արևմտամետ, այդ մետությունը դիտարկելով որպես բացասական բաղադրիչ, հա։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք հանրային ընկալման մեջ այդ մետություն գաղափարը արդեն իսկ ունի բացասական էներգետիկա։ Մենք ասում ենք, մենք արևմտամետ չենք այդ էներգետիկայի տեսանկյունից։ Այդ հանրային տարածված ընկալման, այդ մեյնսթրիմի մեջ եղած արևմտամետության իմաստով մենք արևմտամետ չենք, որովհետև նաև որոշ իրենց արևմտամետ հռչակած ուժեր եւս իրենց սխալ եւ անհեռատես կարճամիտ քաղաքականությամբ հասել են նրան, որ հենց այդ նույն դիսկուրսը ապականվել է, դրա համար եւ ըստ էության ստացվել է այնպես, որ արևմտամետ կամ նույնը ռուսամետ նշանակում է ավելի շատ, երբ որ դու քո պետության շահերը ստորադասում ես մեկ այլ պետության կամ ուժային կենտրոնի շահերին։ Մենք ասում ենք այդ իմաստով մեծ չենք, որովհետեւ ելք դաշինքի համար գլխավորը, ամենագլխավորը Հայաստանի Հանրապետության պետական շահն է։ Եւ ցանկացած բան, ցանկացած տիպի հարաբերություն, որը մենք կառուցում ենք աշխարհի ցանկացած երկրի հետ, պետք է բխի մեր համար հենց այս ելակետից։ Եվ նաև ներքաղաքական իրադարձություններին, հա, անդրադառնանք, վերջերս ձևավորվեցին դաշինքներ, որոնք հայտ ներկայացրեցին մասնակցելու ընտրություններին վերջին պահին ձևավորվեցին։ Դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ ելք դաշինքի թիրախը իշխանություններն են, ամեն դեպքում մրցակից են նաև այն դաշինքները, ովքեր հայտ են ներկայացրել մասնակցելու ընտրություններին։ Ինչ կասեք իրենց հետ հետընտրական փուլում համագործակցության մասին կամ ընդհանրապես, հա, նշում են պետք է ընդդիմությունը միմյանց չթիրախավորի եւ միայն իշխանություններին վերցնի որպես թիրախ, սա ինչքանով է արդարացված Հայաստանում։ Ես համաձայն եմ, որ ընդդիմությունները չպետք է միմյանց թիրախավորեն։ Այստեղ խնդիրն այլ է, որ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց անցած պատմությամբ իշխանության հասնելու մեթոդաբանությամբ չեն տարբերվում իշխանությունից։ Եթե դու ցանկանում ես, եթե դու հռչակում ես, որ դու ընդդիմություն ես, օրինակ իշխանություն ձեռք բերելու գործընթացի մեջ դու չպիտի դիմես նույն մեթոդներին, ինչը որ դիմում է իշխանությունը, հա, եթե դու ունես օրինակ ադմինիստրատիվ լծակներ, դու չպետք է այդ ադմինիստրատիվ լծակները կիրառես ստիպելով քաղաքացիներին իր քվեն տաքես։ Եթե դու ունես տնտեսական լծակներ, նորից դու չպետք է քո տնտեսական լծակներով բռնանաս քաղաքացու կամքի վրա։ Եթե դու այս ամեն ինչը անում ես, նշանակում է դու քո վարքով, քո մշակույթով պատկանում ես նույն իշխանության վարքին ու մշակույթին։ Հետևաբար, այստեղ պայքարը արդեն ոչ թե ընդդիմություն դաշտում է, այլ նորից ընդդիմություն իշխանություն դաշտում, որովհետև ընդդիմությունը միայն պարզապես քեզ դիրքավորելը չի, հա, որ դու ասում ես ես ընդդիմություն եմ, ես իշխանություն չեմ։ Ոչ։ Ընդդիմությունը նաև որոշակի Հայաստանի պարագայում ընդդիմությունը ենթադրում է նաև որոշակի մշակութային տարբերություններ, որոշակի քաղաքակրթական տարբերություններ եւ արժեհամակարգային տարբերություններ եւ նաև որոշակի սոցիալական տարբերություններ։ Եթե դու տեսեք, շատ են ասում, մեզ ասում են, օրինակ ինչու քաղաքացիները պետք է ընտրեն ձեզ, հա, ինչի պիտի ընտրեն ելք դաշինքին։ Ես ցանկանում եմ ասել թե ինչու, հա, եւ պատկերավոր մի օրինակ բերեմ, հա, եթե մեզ պետք է Վարշավիր, հա, մենք պետք է մեր մազերը կտրենք, ու փնտրում ենք Վարշավիր, չէ՞, եւ ինչ որ մեկը որ ասում է, գիտեք, ես Վարշավիր եմ, մենք միանգամից չենք հավատում, չէ՞ որ ինքը Վարշավիր է։ Հետո մենք նայում ենք, տեսնում ենք, որ իրականում ինքը կոշկակար է, ինքը Վարշավիր չի, որտեղ այն ինչ որ ինքը ասում է եւ այն ինչ որ ինքը կա, հակասական են։ Հետևաբար մենք չենք, եթե մեզ Վարշավիր է պետք, մենք չենք գնա կոշկակարի մոտ միայն այն բանի համար, որ նա ասում է ես Վարշավիր եմ։ Հետևաբար շատ կարևոր է ընտրողի համար երկու բան, եւ ընտրողը պետք է իր ընտրությունը կատարի իմ կարծիքով այս երկու բաղադրիչների վրա։ Առաջինը, ինչ է ասում քաղաքական ուժը, եւ երկրորդը, արդյոք քաղաքական ուժը այնպիսին է, ինչ որ ինքը ասում է։
Հիմա եթե քաղաքական ուժը ասում է ես պատրաստվում եմ Հայաստանում կառուցել, Հայաստանում հաստատել ազատ տնտեսական հարաբերություններ եւ փոքր ու միջին բիզնեսին խթանել։ Եվ դու նայում ես տեսնում ես, որ այդ քաղաքական ուժը կամ գործիչը մոնոպոլիստ է, օլիգարխ է։ Նշանակում է ինքը վարսավիր չի, այլ կոշկակար, որը ասում է ես վարսավիր եմ, հա, պատկերավոր։ Եթե մարդը, որը որ պետական պաշտոններ է զբաղեցրել եւ նրա հետ կան կապված կոռուպցիոն սկանդալներ եւ ասում է ես պատրաստվում եմ օրինական իրավական պետություն կառուցել, դու նորից պիտի նայես ինչ է ասում եւ ով է ասում։ Այդ իմաստով ելք դաշինքը այն ինչ որ ասում է, հենց ինքն էլ կա այնպեսին ինչ որ ասում է։ Մենք այնպեսին ենք, ինչպեսին որ ցանկանում ենք Հայաստանը դարձնել եւ հենց դրա համար պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեզ ընտրի։ Իսկ հետընտրական փուլում ձեր նշած քաղաքական ուժերի հետ, հա, դուք խոսում եք եւ մեր հերթադոնն էլ ամեն դեպքում հասկացավ թե կոնկրետ մասնարարպես որ ուժերին նկատի ունեք, իրենց հետ համագործակցություն հնարավոր տեսնում եք թե ոչ եւ կա արդյոք բաժանարար գիծ այդ առումով, հա, ուժեր կան որ նշում են երբեք այս ուժերի հետ չենք համագործակցի միայն իշխանության հետ, իսկ ընդդիմության հռչակացները մեզ համար նորմալ է կարող են գործակցել, մասնարարպես ձեր պարագայում, հա։ Տեսեք, մենք ավելի շատ հակված ենք եթեներով չխոսել եւ ավելի շատ հակված ենք այս պահի դրությամբ չանել վերջնական եզրահանգումներ երևույթների մասին, որոնք որ դեռ չեն եկել, որովհետեւ ապագան հղի է տարատեսակ անկախատեսելի իրավիճակներով, հա, եւ նաեւ Հայաստանի քաղաքական պատմությունը մեզ հուշում է, որ նման բաներ պարզապես զուտ քաղաքական հեռատեսությունից ելնելով չի կարելի ասել ու հաշվի առնելով թե ինչպիսի քաղաքական ուժեր այսօր համագործակցում են ինչպիսի քաղաքական ուժերի հետ, այդ նույն մարդիկ, ովքեր այսօր նույն սեղանի շուրջ նստած, նույն քաղաքական ուժերի հետ համագործակցում են ժամանակին, երեսպաշտորեն շատ ժամանակ, այդ նույն մարդիկ ասել են, որ մենք ոչ մի դեպքում չենք տեսնում որևէ համագործակցություն այս հանցագործ իշխանությունների հետ, այս հանցագործ ռեժիմի հետ, բայց նույն այդ հանցագործ ռեժիմի, հա, ինչպես որ իրենք են նշել, այսպես ժառանգների հետ, այդպես արմատի տարբեր ճյուղերի հետ այսօր տարատեսակ համագործակցություններ են իրականացնում։ Դրա համար ես հակված եմ ավելի շատ նման եզրահանգումներ եւ նման դատողություններ չանել, քանի դեռ ապագան չի եկել եւ մենք չգիտենք թե ինչ տեսակի քաղաքական միջավայրում են գտնվում։ Ամեն դեպքում ելք դաշինքը խորհրդարան է գնում հավասարակշռելու համար, իշխանափոխություն իրականացնելու համար, որովհետեւ ուժեր կան, որ արդեն հստակ երևում է, որ հստակ մանդատների խնդիր են դնում պարզապես եւ ռեալ հույս էլ չունեն իշխանափոխության, պարզապես խորհրդամ ներկայություն ունենալու։ Արդյոք ելքը իր առաջ այդ մաքսիմում պահանջը դնում է։ Տեսեք, երբ որ մարդիկ գնում են ընտրության, նրանք գնում են ընտրելու իշխանության։ Սա ֆունդամենտալ քաղաքագիտական ճշմարտություն է։ Մարդիկ չեն գնում ընտրելու ընդդիմություն։ Պարզապես Հայաստանում կան քաղաքական գործիչներ եւ քաղաքական ուժեր, ովքեր որ արդեն երկար տարիներ աշխատում են որպես ընդդիմություն, հա, իրենց ռեզյումեի մեջ պետքա գրվի ընդդիմադիր, ասենք, իմ մասնագիտությունն է ընդդիմադիր, թե հիմա ինչպեսին է այդ լավ ընդդիմադիր, վատ ընդդիմադիր, դա այլ հարց է, բայց դրա համար նույնիսկ դա արդեն մտածողություն է դարձել այդ մարդկանց համար, որովհետեւ նման մարդիկ արդեն չեն կարողանում մտածել այդ փոքր այդ սահմանագծից ավելի վեր։ Մենք բնականաբար այդպես չենք մտածում եւ մեր համար առաջին մեր պլան մաքսիմումը եւ մեր գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ժողովրդի վստահության քվեն ստանալն է եւ Հայաստանում ձևավորելն է պատասխանատու, հաշվետվողական եւ արժանապատիվ իշխանություն, որը որ կիրականացնի հայ ժողովրդի ցանկությունները, երազանքները եւ նպատակները։ Սա մեր պլան մաքսիմումն է եւ հիմնական մեր նպատակն է, որին որ մենք գնում ենք։ Բայց եթե ստացվի այնպես, որ մենք չկարողանանք հասնել մեր ամբողջական, հա, այսպես ասած նպատակների եւ ծրագրերի իրագործմանը եւ օրինակ մենք պարլամենտում ներկայանանք որպես ընդդիմություն, ապա մենք լինելու ենք չափազանց կազմակերպված նոր որակի, դինամիկ, նոր մշակույթով ընդդիմություն, որը հնարավորություն չի տալու իշխանությանը լինելու այսքան սանձարձակ, որը իշխանությանը չի թողելու, որպեսզի ինչպես իր խելքին փչի, ինչպես իր ցանկություններին փչի գործողություններ իրականացնի, վտանգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, վտանգելով Հայաստանի Հանրապետության սահմանները, արտաքին աշխարհում մեզ դարձնելով մեզ իջեցնելով չափազանց նսեմ մակարդակի վրա, այսինքն լինելով այնպիսի ընդդիմություն, որը ընդդիմություն լինելու պարագայում կհակակշռի, կհավասարակշռի իշխանությանը եւ նրա սանձարձակություններին։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ առաջին էմի տաղավարում հյուրընկալել ենք ելք դաշինքի ներկայացուցիչ եւ TV2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանին։